Երկու շաբաթից ավելի ապատեղեկատվություն տարածելով, Հայաստանին մեղադրելով սահմանագոտում կրակ արձակելու համար, Ադրբեջանն արդեն անցել է բացահայտ գործողությունների։ Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն մարտի 31-ին ժամը 00:50-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Կրակոցների հետևանքով տուժածներ չկան։ Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը Հայկական ժամանակի հետ զրույցում ասում է, սա արդեն խոսում է նրա մասին, որ Ադրբեջանը փորձում է իր կատարած սադրանքը ևս մեկ քայլով ավելի բարձրացնել, Հայաստանից ակնկալելով պատասխան քայլ։ Եթե նախկինում ինքը հրավերություններ էր տարածում, թե հայկական կողմը կրակում է, հրադադար է խախտում եւ այլն, եւ շատ դեպքերում իրենք հաղում էին անկանոն, որը որ բնակավայրերի կամ բնակելի տների ուղղությամբ չէր, ապա այս դեպքում նրանք մեկ քայլ առաջ են գնացել եւ հիմա սկսել են այլևս թիրախավորել խաղաղ բնակչությանը։ Բնականաբար Ադրբեջանը հենց Սյունիքում է նման իրավիճակի գնում, որտեղ Սյունիքի հատվածում Ադրբեջանը իր թիկունքում ունի խաղաղ բնակչություն։ Հետևաբար մենք այստեղ բավականին խոցելի ենք դառնում հենց Ադրբեջանի մտածելակերպով։ Եվ Ադրբեջանը փորձ է կատարում մեզ տանել իր խաղի դաշտ, իր խաղի կապումներով։ Ըստ Հովհաննիսյանի պետք է պատրաստ լինել բոլոր սցենարներին, քանի որ նույնիսկ այս տեսքով խաղաղության պայմանագիրը չի բխում Բաքվի շահերից։ Սցենարներից մեկը ռազմական փորձագետը համարում է տեղային բախումները։ Շատ հավանական եմ ես համարում այս փուլում, եթե այլ ֆորս-մաժորային բաներ չառաջանան, այսինքն արտաքին ճնշումները ավելի չուժեղանան Ադրբեջանի վրա, կամ Թուրքիայում պես ընդդիմությունը ներքին քաղաքական կյանքը անկարուն չդարձնի, ապա Ադրբեջանը միանշանակ գնալու է կալ բախումները եւ փորձելու է ամեն գնով ամեն ինչ անել, որ ամեն գնով վիճեցնել խաղաղության պայմանագրի համաձայնեցված կետերը առաջին եւ երկրորդ, այդ բոլոր գործողությունների մեղքը բարդել Հայաստանի Հանրապետության վրա։ Ադրբեջանի նախագահը առաջնորդվում է, քանի հնարավոր է, ինչ հնարավոր է Հայաստանից պոկելու սկզբունքով, ոչ թե տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, ասում է զրուցակիցը։ Այդ նպատակները ադրբեջանական կողմը մատնում է նաև իր ծրագրերով, նկատում է Հովհաննիսյանը։ Պետք է մենք երբ որ Ադրբեջանը իրականացնում է գործողություններ, պետք է մենք նաև նրանց ռետրավանությունը հասկանանք կամ կարողանանք իրենց բառապաշարը հասկանալ, որովհետեւ փորձենք լուծել եւ կանխորոշել իրենց տակո գործողությունները։ Ինչ են ասում Ադրբեջանում։ Ասում են, որ եթե Հայաստանը նման կերպ շարունակի, մենք դուրս կգան խաղաղության պայմանագրի այդ բանակցային գործընթացից ընդհանրապես եւ հատկապես մենք երկար չենք կարող սպասել եւ մենք գնալու ենք գործողությունների։ Միանշանակ Ադրբեջանին այս փուլում ոչինչ չի կարող հաջողվել պոկել Հայաստանից, որովհետեւ ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանը իր կամքով, այսպես ասած, Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ Հայաստանը իր կամքով է անում այն, ինչ ուզում է, նկատի ունեմ այդ պոկելու գործընթացը, որովհետեւ Ադրբեջանը շատ մեծ խնդիր ունի այս դեպքում Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որովհետեւ Իրանի Իսլամական Հանրապետությունը հստակ դիրքորոշում հայտնել է կարմիր գծերի հետ կապված, տարածքային ամբողջականության հետ կապված։ Եվ այստեղ Հայաստանի դիրքերը բավականին ամուր են այս առումով, որ մեն դեպքում Հայաստանը դիտարկում է, որ հնարավոր չէ ռազմական գործողությունների միջոցով Ադրբեջանը որևէ հաջողության հասնի, բայց չպետք է բանը հասնի նրան, որ ռազմական գործողություններ լինեն, քանի որ ռազմական գործողությունների մեկնարկման դեպքում նորից եմ կրկնում եւ ասում, շատ դժվար ու բարդ է մեզ լինելու ապացուցել, որ դա սկսել է Ադրբեջանը։ Որքան էլ դժվար լինի, սակայն այս դեպքում կարևորվում է Հայաստանում գտնվող Եվրամիության դիտորդական առաքելության դերը, ընդգծում է Հովհաննիսյանը։ Դա այն մարմինն է, որի հայտարարությունները միջազգային հանրությունն ավելի օբյեկտիվ է ընկալում։ Ռազմական փորձագետի նկատառմամբ առաքելությունն ունի երկու կարևոր բաղադրիչ։ Առաջին հերթին զսպող է Ադրբեջանի համար, այսինքն Ադրբեջանը հասկանում է, որ սահմանին կա երրորդ աչք, որը որ իր համար ցանկալի չի, եւ երկրորդ կարևոր է, որ այն օբյեկտիվ խոսք, օբյեկտիվ կարծիք միջազգային կառույցների համար, որը որ կարևոր հիմնավոր դեր է տանում միջազգային կառույցների քաղաքականության առումով։ Դժվար է ասել միջազգային հանրությանը հաջողվի զսպել, բայց այնուամենայնիվ Ադրբեջանը շատ զգուշավոր է լինում այս առումով եւ այս բոլոր հայտարարությունները 10 օրից ավել նաեւ եկող հայտարարությունները հենց այդ զգուշավորության մասին են խոսում Ադրբեջանի եւ ինքը չի վերցնում միանգամից գործողություններ իրականացնում, բայց ասենք, որ ամբողջապես կզսպի, քան էլ այդպես չէ, որովհետեւ փորձել է ցույց տալիս, որ Ադրբեջանը այնուամենայնիվ հայտարարություններից չի զսպվում եւ բացառապես ինքը գործողություններից է, որ կարող է հետ կանգնել իր մտածած պլաններից։
Գործողություններից մեկը Կարեն Հովհաննիսյանի խոսքով Հայաստանի դիվանագիտական աշխատանքն է, որպեսզի միջազգային կառույցներով ազդեցություն ունենա Ադրբեջանի վրա։ Կարևոր է նաև Հայաստանի զինված ուժերի արդիականացումը, որն էլ կստիպի Ադրբեջանին որևէ բան ձեռնարկելուց առաջ մտածել՝ արժե գնալ այդ քայլին, թե ոչ, ասում է փորձագետը։